Ես չգիտեմ ինչի է դա կապված, դե տենց ելնում է, որ վերջին շրջանում եւ նամակներ եւ ընդ որում տարբեր տեղերից, տարբեր համայնքներից, որ նույն տեղից էլ ելներ, կասեի աղբյուրը նույնն է, բայց տարբեր խողովակներով, տարբեր համայնքներից այսօրվա նախորդող շրջանի մասին ազդակներ եմ ստանում, ուստեղ պետք է շատ լուրջ զբաղվել, որովհետև ուստեղ պետք է նաև մեխանիզմներ բանանել, մտածել, եթե հնարավոր է օրենսդրական, որ եթե հնարավոր է հետին թվով համայնքային շահը պաշտպանել, այդ թվում հետին թվով համայնքային շահը պաշտպանել, որովհետև իսկականից ես իմանում եմ, որ դեպքեր կան, որ հողի քառակուսի մետրը կարող է վաճառվի 7 դրամով, 15 դրամով, 20 դրամով, կներեք չի կարա այսօր Հայաստանի Հանրապետությունում տենց հող լինի, որի արժեքը լինի 7 դրամ, չի կարա տենց բան լինի, շուկայական, դե կադաստրայինը չգիտեմ, դա ոնց է որոշվում, բայց հետո դա իմանում ենք, երբ որ այդ հողերը շատ արագ հայտնվում են արդեն հանրամատչելի հրապարակային դաշտում այդ գնից 5, 10, 15, 20 անգամ ավելի բարձր գներով, եւ հետեւաբար եկեք որոշենք, ստեղ ինչ անենք, որ կոնկրետ գործողություն տեղի ունի։